Պարոն Հակոբյան, մենք տեսնում ենք, որ տևական ժամանակ է ազգային ժողովում լրագրողները, այսպես ասած, բողոքի ձայն են բարձրացնում, ասում են, որ իրենց վրա ճնշումներ կա, նաև պարոն Քոչարյանի դեմ է այս ամենը ուղղված։ Նախ ընդհանուր առմամբ ինչպես կմեկնաբանեք եւ ասում են, որ այո, այսօր մամուլը այդքան էլ ազատ չի, դուք միայն խոսում եք ժողովրդավարության մասին, բայց դա այդքան էլ այդպես չի։ Գիտեք, ես զարմացած եմ այդ գնահատականներից, որովհետև Հայաստանի նոր անկախ պատմության մեջ ես կարծում եմ, որ մամուլը այսչափ ազատություն, ինչքան որ ունեցել է այժմ այս քաղաքական իրավիճակում, երբեք չի ունեցել, չեմ կիսում մեր լրագրող գործընկերների տեսակետ այն մասին, որ Հայաստանում մամուլը ազատ չէ, եւ ոչ միայն ես չեմ կիսում կամ իշխող խմբակցությունը, այլև միջազգային առաջատար կազմակերպություններ, ովքեր որ հենց մասնագիտացված են այս հարցի շուրջ, եւ այդ պատճառով ես հիմա կընթերցեմ փաստաթղթից մի մեջբերում, որտեղ որ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով 25 թվականին զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը, որովհետեւ պատկերացնեք 2016 թվականին մենք եղել ենք 74-ը, 17-ին 79, 18-ին 80-ը եւ ամեն տարի Հայաստանում մամուլի ազատությունը նաեւ միջազգային գործընկերների պնդմամբ ավելի ազատ է դարձել եւ այժմ գտնվում է ամենաբարձր հորիզոնականում 34-րդ հորիզոնականում, որպիսի մենք նաև հասկանանք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, նշեմ, որ Վրաստանում այն 114-րդ տեղում է, Ադրբեջանում 167-րդ, Թուրքիայում 159-րդ եւ այլն։ Ուզում եմ նշել, որ այդ գնահատականները սուբյեկտիվ են, իսկապես սուբյեկտիվ են։ Ցավալին այն է, որ նաև լրագրողական ամենատարբեր նաև այս process-ների ընթացքում քաղաքական օրակարգ մտնող իրավիճակը նաև անձնավորվում է եւ փորձում են օգտագործել նաև քաղաքական դիվիդենդի համար եւ ես իսկապես խորհուրդ կտամ, որպեսզի մենք իրերը կոչենք իրենց անունով եւ Հայաստանի Հանրապետությունում մամուլը իսկապես ազատ է, սա աննախադեպ ցուցանիշ է նաև մեր երկրի համար։ Իսկ լրագրողները թիրախավորված են, երբեմն որոշ լրագրողներ ասում են, որ իրենց հանդեպ թիրախավորում կա, բողոքում են դրանից, բարձրաձայնում են։ Ես կարծում եմ, որ այսօր լրագրողները ոչ միայն թիրախավորված չեն, այլ նաև լրագրողները իսկապես չորրորդ իշխանության կարգավիճակին համապատասխան գործունեություն են ծավալում եւ եթե ինչ-որ մեկը թիրախավորված է այսօր, ապա դա միմիայն ոչ միայն, այսինքն բացարձակ լրագրողները չեն։ Պետք է թիրախավորման սուբյեկտներ փնտրել այլ օղակներում։ Եվ պարոն Հակոբյան, վերադառնանք ընդդիմության օրակարգերին, ընդդիմությունը տևական ժամանակ է երկու խմբակցությունները խորհրդարանական խոսում են իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ Այսօր էլ Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ այո, իրենք այդ օրակարգից հետ չեն կանգնելու, թեև չունեն վարչապետի թեկնածու, սակայն սկսելու են գործընթացը։ Դե իրականում իրենք ունեն վարչապետի թեկնածու, իրենց վարչապետի թեկնածուն ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանն է, եւ սա թաքցնելը անիմաստ է։ Եվ խոսքը միայն մի քաղաքական խմբակցության մասին չի, ես կարծում եմ, որ այսօրվա ընդդիմության քաղաքական օրակարգը Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու քաղաքական օրակարգն է ամեն գնով, սա է իրականությունը։ Իսկ ինչ վերաբերում է իմպիչմենտին, գիտեք, քաղաքական process է, մենք քաղաքական process-ներին հարգանքով ենք վերաբերվում, բայց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ծիծաղելի է համարում այս քաղաքական իրավիճակում նման process սկսելը եւ անհեռատես եւ գիտեք, ուղղակի քաղաքական օրակարգի բացակայության արդյունքն է սա։ Ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը լիովին տապալված, ջախջախված մարդկանց քաղաքական հույսերը, որ կապել են իրենց հետ, զրոյացրած, փլուզած հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր որ իրենց ձեն են տվել, խաբած, ինչու՞ չէ նաև ստած քաղաքական օրակարգերի մասով ամբողջովին աղճատած մի ընդդիմություն է եւ ես չեմ էլ ուզում, որ այդ հանգամանքին մենք շատ հաճախ նաև
անդրադառնանք, որովհետև ընդդիմություն Հայաստանի Հանրապետության պարլամենտում այսօր որպես քաղաքական օրակարգ գեներացնող մենք չունենք։ Մենք ունենք ընդդիմություն, որը ամենատարբեր խայտաբղետ ինչ-որ թեմաներով կարող է պայքարի իմիտացիա ստեղծել եւ վերջ։ Պարոն Հակոբյան, հետաքրքիր է, որ ընդդիմությունը այդ կարծիքին չէ, ավելին նույնի մեջ մեղադրում է նաև օրվա իշխանությանը եւ երևի լսել եք, որ 4 տարվա մեջ ամենաշատ ասված բառերից մեկը հենց դավաճանն ու կապիտուլյանտն է։ Վերջերս նույն Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարեց, որ այնինչ տեղի ունեցավ Արցախում 44-օրյա պատերազմը նկատի ունենալով, տեղի ունեցավ մեր Հայաստանի եւ հայերի մեղքով։ Դեք ես կարծում եմ ամենամեծ դավաճանությունը հենց այն արտահայտությունն է, որ մենք ականատես եղանք եւ ամենամեծ դավաճանությունը սեփական երկրին ինչ որ հրահրումների մեջ մեղադրելն է, ընդ որում մեղադրել մի խոսքի կոնտեքստում, երբ որ մարդն ինքն իրեն առանձնացնում է հայերից եւ փորձում է այս ձևով քաղաքական օրակարգ գեներացնել, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի խմբակցության ներկայացուցիչները, ովքեր որ ավելի հաճախ են քաղաքական օրակարգների մեջ ակտիվ դերակատարում ունենում, ճիշտ չեն զեկուցում իրավիճակը իրենց քաղաքական առաջնորդին եւ իրենց քաղաքական առաջնորդին ճիշտ չեն ներկայացնում ընդհանրապես հանրության վերաբերմունքը հենց իրենց նկատմամբ։ Մենք այդ վերաբերմունքը բազմաթիվ դրվագներով տեսել ենք եւ մենք այդ վերաբերմունքը միանշանակ կտեսնենք 2026 թվականի ընտրություններում։ Պարոն Հակոբյան, ասացիք, որ պատիվ ունեմ խմբակցության եւ առհասարակ ընդդիմադիր խմբակցությունների նպատակը Ռոբերտ Քոչարյանին վարչապետի թեկնածու դարձնելն է։ Որքանով եք դուք դա հավանական համարում, նաեւ հաշվի առնելով վերջին շրջանում այդքան խոսվող Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան հակամարտությունների մասին։ Ձեր հարցին պատասխանելիս կփորձեմ հնարավորինս կոռեկտ ձևակերպել իմ մտքերը։ Սա շատ կարևոր է նաև քաղաքական օրակարգի այս իրավիճակում։ Ես ոչ միայն հավանական չեմ համարում, այլ նաև քաղաքական ծայրաստիճան անհեռատեսության գործընթաց եմ տեսնում այստեղ։ Այսինքն եթե որևէ մեկը մտածում է, որ իշխող խմբակցությունից ինչ որ մեկը պատրաստվում է իմպիչմենտի գործընթացին միանալ, ապա նա իսկապես խնդիր ունի քաղաքական իրավիճակի պատկերացման հետ ու քաղաքական ադեկվատության հետ եւ սա ուղղակի տենց շարժում է, անկանոն շարժում ընդդիմության կողմից հերթական անկանոն շարժումը, որը ոչ միտեղ չտանող է։ Եվ պարոն Հակոբյան, ինչով եք պայմանավորում նաև Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանում, այսպես ասած, ակտիվացումը եւ ուսանողների հետ հանդիպումները, նաև հայտարարությունները, այդ հայտարարությունները նաև ընդհանուր առմամբ ներքին լսարանին են ուղղված, թե արտաքին որոշ շահառուներ ունեն։ Ես կարծում եմ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի այս ուսանողների հետ հանդիպումները, այդ ձևական շփումները մի 20 տարի ուշացած են, առնվազն 20 տարի նրանք էլի ժամանակի մեջ շփոթել են եւ ես չեմ տեսնում որևէ հակամարտություն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, դրան մենք ականատես եղանք Գյումրիում, երբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները միավորվեցին եւ ընտրեցին քաղաքապետ, սա ակնհայտ է եւ այստեղ որևէ հակասության էլեմենտ չեմ տեսնում, կարող են ինչ-որ քաղաքական փոխհրաձգություններ լինել, սա եւս ձևական բնույթ է կրում, որովհետեւ նրանց բոլորի նպատակը Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելն է։ Պարոն Հակոբյան, խոսեցիք նաեւ 2026 թվականի ընտրություններից, ինչ սպասել այդ ընտրությունների ժամանակ եւ մի քանի անգամ նշեցիք, որ նրանց նպատակը Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելն է։ Ընդհանուր առմամբ դուք որքանով եք դա հավանական համարում, որովհետեւ օրինակ նույն Գյումրին եք օրինակ բերում, Գյումրիի օրինակով հավաքական ընդդիմությունը հաղթանակ էր նշում եւ ասաց, որ այո, ԿՊ-ն այնտեղ պարտվեց, որովհետեւ չունի քաղաքապետ։ Հիմա հնարավոր է նույն սցենարը նաև համամասնական ընտրությունների ժամանակ։ Գիտեք, որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է եւ որոշողը միմիայն եւ աներկբա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը իհարկե պետք է առաջադրի իր թեկնածությունը 26 թվականի ընտրություններին, որովհետեւ մենք տեսնում ենք, որ
պարլամենտում ունեն ֆրակցիա, նաև ինչպես Գյումրի օրինակով տեսանք հակասություն չկա նրանց միջև եւ նրանք կարող են ինչ-որ գործընթաց ապահովել եւ մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը պետք է որոշում կայացնի ընդդիմության թեկնածուի եւ իշխանության թեկնածուի միջև եւ ինչպես կորոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մենք խոնարհաբար կենթարկվենք այդ որոշմանը։ Որոշում կայացնելու ճանապարհին ինչ պետք է հաշվի առնի նաև Հայաստանի քաղաքացին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ես կարծում եմ, պետք է հաշվի առնի բացի այն աշխատանքը, որ կատարվել է, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ եւ այլն, չեմ ուզում սրա մասին խոսել, սա բոլորը գիտեն, սա ակնհայտ է։ Դպրոցներ, մանկապարտեզներ, չգիտեմ, ամենատարբեր ոլորտներում տնտեսության ձեռքբերումները, այս վերջի տարիների աճը եւ այլն։ Եվ պետք է քաղաքացիները հիշեն այն, ինչ կատարում էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։ Սպանություններ քաղաքական, լրագրողներից էսուջարդ, հայոյանքներ, անբռնազբոս տարբեր պահվածքներ, անթույլատրելի եւ այսպես անկառավարելի, ընտրակեղծարարություն, ընտրակաշառք, տնտեսության գահավիժում, համաշխարհային մակարդակում Հայաստանի հեղինակության անկում, թվացial խաղաղության պայմաններում անընդհատ պատերազմական իրավիճակ, անընդհատ զոհեր, կրակոցներ։ Այս ամեն ինչին քաղաքացիները պետք է հակադրեն այն ինչ արել ենք մենք, այն խաղաղության գործընթացը, որ նախաձեռնել ենք եւ իրականացնում ենք մենք, տնտեսության այն զարգացումը, ժողովրդավարությունը, մամուլի ազատությունը, մեր տնտեսական, քաղաքական, իրավական ձեռքբերումները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշում կայացնի ոչ միայն անձերի, այլ նաեւ համակարգերի մեջ։ Եվ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ խոհեմ ժողովուրդ է եւ ժողովրդի ցանկացած որոշում, մեր հայրենակիցների ցանկացած որոշում, ելի եմ կրկնում, մենք խոնարհաբար ընդունելու ենք։ Պարոն Հակոբյան, ամփոփելով վերջին հարցս, եւ վերջերս հրապարակ թերթը նաեւ գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է, Մոսկվա է այցելել եւ քաղաքական, այսպես ասած, քննարկումներ է ունեցել։ Այս փաստը եւ նաեւ դա լրատվամիջոցում արձանագրել է իրեն ավելի շատ օգնելու է, թե խանգարելու է։ Նորմալ եմ գնահատում, նրանք կարող են լինել ոչ միայն Մոսկվայում, այլև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում եւ ոչ միայն կենտրոններում, կարող են լինել տարբեր Հունաստանի հետ կապված տարբեր վայրերում, կղզիներում, կարող են լինել Աֆրիկայում, կարող են լինել Բադեն-Բադեններում, կարող են լինել ամենատարբեր վայրերում, որտեղ որ ոչ միայն քաղաքական կենտրոններ են, նաև հաճույքների վայրեր են, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեղմ ասած քաղաքացուն մեղմ ասած միևնույն է, թե որտեղ են լինում նրանք, կարևորը սեփական ժողովրդի կարծիքն է եւ այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում եւ քաղաքացին մտնելով քվյախցիկ որոշում է իր երկրի ապագան։